Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր է բացվել։ Ինչ որ կադրը շատ խառն է, որտեղ բավականին հեռու եմ դրել զարյատկայի եմ միացրած։ Ուրեմն այն օրը, որ մեր տանը եկել է ռեմոնտ էին անում, բան, այս Մարաշին տեսել էր իմ ստրեսը։ Ու ինձ ուղարկել էր այսպիսի մի բան, տուփ։ Այստեղ են քաղցրավենիքն է, որից ոչ մի անգամ դեռ չեմ փորձել իրենց տեսականուց, так что շատ հետաքրքիր է։ Սուրճի ժամը, հիմա համ սուրճս կխմեմ, համ էլ կփորձարկեմ։ Հələ մի հատ վիճակս նայեք, արթնացել եմ մոտավորապես մի ժամ ու կես առաջ, բայց բարկած էի, գիրք էի կարդում։ Բերանում հարճում է։ Մի խոսքով, պատկերացրեք, նոր-նորից վեր եմ կացրել, դե համար տեսքս կատաստրոֆիկ է, ու ահա որ տխրեցի, որտև ստորի էի անում, ու լույսը, որը կպցնում եմ հեռախոսից վրա, ջարդվեց այդ ամրացման տեղից։ Իմ համար այդ մեծ ստրես է, որտև այս լույսի հետ ընենց եմ սովորել, հիմա պիտի մի հատ մտնեմ Viber-ից, կչփորեմ, ճիշտ է, նույնից չեմ գտնի, ես ինձ Ամերիկայից մանուշակներ ուղարկել 2 հատ, այն մյուսը շատ շուտ կնոկան ջարդվել էր, այս մյուսը ինձ շատ լավ է ծառայել ամեն Աստծո օր, բայց ի վերջո այդ սալման մասից ջարդվեց։ Պիտի մի բան անեմ, կամ խորենին համոզեմ մի ձև կպցնի, կամ ալտերնատիվա պիտի գտնեմ առանց իրա, չեմ պատկերացնում վիդեոներ։ Որովհետև իր շնորհիվ կադրը շատ որակով է դառնում։ Ու կարում եմ հանգիստ նկարեմ նաև գիշերը, ինչը առաջ չէի կարում անել։ Короче говоря, այսպիսի դրական եւ բացասական լուրեր։ Պատրաստվել ենք դուրս գանք, իրականում չեմ քսվել, ոչ մի բան չեմ արել, որովհետև գնում ենք մի երկու տենց գործերով, որոնք գտնվում են մեր տարածքում, զուտ համ կզբոսնենք, համ էլ մի քանի բան ունենք, որ պետք է անել, դրանք էլ կանենք ու նաև պետք է առևտուր անենք, որովհետև տունը դատարկ վիճակում է ու գնումներ կատարելու անհրաժեշտություն կա։ Թութ? Թութ ես ուզում? Ասում կարանք սրանից առնենք, կառնենք։ Հիմա Դավը բասանոշկա չունի, Արտաշեսին էլ մի քիչ փոքրացել է։ Ուզում եմ մի հատ գնանք նայենք Դավ դու անպայման ուզում ես ընկնես, նենց վտանգավոր է, հլը տեսնենք կա թե չէ։ Բանկոմատից խորեն է գումարը հանում, մենք էլ այդ ընթացքում։ Դե մենակ մի քսվի ստեղ ընդեղ այդ սպիտակ մայկը։ Ո՜վ, գժվեմ ես։ Գնում ենք մի հատ հարթուկ նայենք, այսօր հարթուկս վերջնական փչացավ երեխեք։ Դե 8000 քանի դրամով ենք առել բնականաբար։ Մտել ենք միս առնելու, ստեղ ուսումնասիրություններ են անում։ Չի կարելի, դավուկաս։ Նիլզյա։ Որտե՞ղ մատե տպում է սապակու վրա։ Երեխեք ջան, մենք արդեն տանն ենք։ Ուզում եք ցույց տալ հարթուկը, որը վերցրել եմ։ Իրականում, ջուրը սաղ թափել է, լսի, հարթուկի տուփը սաղ փրչվել է, ախր գարանտինի էր ես, վայ, կաշմար։ Ստե տուփը ինչ է եղել, մի տարի գարանտիա ուներ, ես տուփը որ սենց է եղել։ Լավ, ես այդ տղային կասեմ հետո ես իշտո։ Ինքը ջուրը մեջը դրեց ստեղ ու սաղ, վայ, թուղթը գարանտինի, սաղ ջուրը։ Ոչինչ, դիք չորան է։ Կաշմար։ Ոչինչ։ Պյամեշն է, մի խոսքով։ Ես ես վերջերս գովազդ էի արել, գովազդային հոլովակ էի նկարել, որտեղ փորձարկել էի նաև այս հարթուկից։ Ու քանի որ մեր հարթուկը փչացավ ու այնտեղ խանութում տեսա այսա բլումիչու մոտ օկտոկը։ Տեսա նույն հարթուկից, որը ես ներկայացրել էի, հա, որպես գովազդ ու շատ էի հավանել իրան, ուղղակի ինքը փորձարկման համար էր ինձ մոտ։ Ես այդ նույնիսկ գնել եմ, որովհետև իսկապես այս գերմանական Fegel ֆիրման լավն է։ Հենց իրանից էլ վերցրել եմ։ Իհարկե այս սալոնը, որ ցած թրջվեց, ես չգիտեմ։ Բայց
Որ արժեքը ինքը 19,000 քանիս էր։ 19,000։ Հա, վիրվեց։ Դες հայցի որ սենց է, ճիշտ է, տուփը նեն չի որ պահելու էի։ Բայց դե լավ, կթափեմ այս տուփը։ Իրա բանը կպահեմ։ Կամ, ես չգիտեմ, տուփը երևի պետք է պահել։ Դե չէ, ինչ սենց պահեմ։ Եթե չան աստված ոչանի, իրանք վերանորոգ են, ոչ թե ինք նորը տան տուփը եմ պահում։ Մի խոսքով, հավիկս խամից եմ առել, երեխեք։ Ու ստեղ ուղնիկա եմ վերցրել, բադրջան, բիբար, լոլի, կարտոֆիլ, դուխովկա եմ ունեմ, բադրջան, բիբար է սոխում այդպես ամառային աղցան են աղցան ու բանան, այդ ցույց տամ, հա, սոված ենք միատ հատ սուտենք։ Ոչմ ներվեցի, որ ես թրչվել ասա, ճիպս։ Մենք նորից իջնում ենք, Արտաշես իր ասամակատնա տամ, մենք էլ հեծոն ենք իջացնում, որ փոխ օգտագործենք։ Դավջան մի րոպե կընկնես, արի մենք միասին իջնենք, դրսում կքշեք։ Դու կարող է մեքենաներ գան, բալես։ Գնա։ Պապա։ Պապայի մասին միշտ հիշում է, մտածում է։ Սիրում ես քո պապային։ Հեսա քիչած։ Հա։ Ասել մեր պապան, որ եկա, մտավ կադրի սպերվի պլան։ Եկանք ես հատվածը, որտև ստեղ քիչ թեժ այն մասը երևի խոր գնանք, ընդե ավելի քիչ։ Լավ չի։ Դե հա, լավ, թո մի հատ ֆրանկ։ Եկեք ստեղ փորձենք։ Դե։ Ավտոյ ասա։ Լավ, մի հատ թո գնան գան։ Չկա։ Ոչ չկա, այս կռուգով չես գա։ Թութ ասախ պրոստ։ Հավես հա տղես։ Հա։ Բայց այդ արանքները մի մտի, մեքենաներ են, կարող խփես ինչ-որ մեքենայի չկարողանաս։ Արի դավ, պտտվի։ Կամաց, կոմոդ։ Արտաշեսը հոր հետ հեծանիվա քշում են մասում, ստեղ խորթուբոր թահարմար չի։ Դավն էլ ստեղ սամակատնա տժծնում։ Ադրենալինի սիրահարը գազա տալիս։ Դու ուստավ, դե 20 րոպե հա տենց գազ ես տալի ուստավ։ Չէ, լի սպիտակա շո, դավ, չէ, այդեղ սաղ թութ հա թափած է, բալ է, շոր է, սաղ, այ գնանք պապայինց մոտ տեսնենք ուր են գնացը։ Երեխեք ջան, մեզ մոտ ուշ երեկո է, մինչև խորեն երեխան են տարը վարկացնելու, ես էստեղ թթվասերով կարմիր պղպեղով, աղով համեմել եմ կարտոֆիլը և հավի կրծքամիսը, հիմա իրեն դնելու եմ վառարանի մեջ, բայց սրանքից պատրաստել եմ նաև բանջարեղեններ, խորենի սիրտը շատ էր ուզում, այս տիպի բանջարեղենային աղցան, խորոված ասածը հա մեր բադրջանով, հիմա կդնեմ վառարա, սա էլ կլինի, ու այդպես աղցանի պես թարմ սոխով կանաչով կպատրաստեմ։ Այստեղ ուզում եմ ավարտել վլոգը երեխեք ջան, մոնտաժեմ ձեզ համար հասցնեմ այսօր, որ գոնե վաղը ցերեկը տեղադրեմ, գիտեմ որ սպասում եք, պաչիկներ եմ անում բոլորիդ, ամենայն բարիք և մինչ նոր վլոգներ, պակա։ Մենք դուրս ենք եկել զբոսանքի, ամառները սրանով են, բարև, առանձնահատուկ են սրանով, որ ամեն օր դուրս են գալիս զբոսանքի ու այդ շատ հավես է իրականում։ Ձեռս անպայման, դու թողի ինքնագլուխ, սկսի վազվզել։ Մարոժի հիմա չի արի, դու մի քիչ հազում ես, արի բալես։ Այսօր վերջից զանգա, շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, իսկ այսօրս ավարտական դասարան ուներ, պիտի գնայի իրեն այսպես ասած շնորհավորելու, բայց մի քիչ լավ չէի զգում ինձ այսօր, առավոտից դեղ եմ խմել ցավազրկով, նոր մի քիչ լավ եմ, թե չէ մեծ սիրով ուզում էի գնալ իրեն ողջունել, ծաղիկներ նվիրել, հա մի քիչ էց հարսական պատիժ կա, այդ ապսեշ ստացվեց։ Գնանք Wildberries-ից աչոս ֆորմատի թղթեր էի պատվիրել հասելա։ Բայց եթե գնում ենք Wildberries, դա Այնտեղ կա հենց բան։ Գցելու։ Բաբջի ես չեմ ուզում գնամ ճիշտը որ ասեմ։ Եթե դու Հա, վաղը կարակ այդ որ Դավին տանեք։ Ինչը նայես։ Ասма կարամ նայեմ, դե ոնց նայես, բալես, փակա։ Չես կարա, բոյը չի հասնի։ Արի կանքրս, արի։ Կամա Հորիկը երեխեքի հետ մտավ այդ տնտեսական խանութ մի փոքրիկ տենց խաղալիք առնի իրանց, ես էլ դրսում սպասում եմ, չեմ սիմի այդ խաղալիք առնելու մտնեմ, որովհետև չարաճճի անում են,
Փորիկը հաճույք հաստամ, ես նյարդայնանում եմ, հատկապես դավը սկսում աբազել է, ես այդ չեմ սիրում, այդքան ասեցի լավ, մինչև իրանք ընդեղ են, ես էլ ջուր վերցնեմ, ինչ-որ տես թեթև քաղցր մի բան, երեխեք սիրում են զբոսնելուց մի բան ուտել։ Հիմա գնամ խանութի մոտ մինչև դուրս գալ։ Ինչ ես արել։ Հավեսա։ Գոհա։ Խորենը բան արել, սրան ինչ են ասում, ռակետկաներ խաղում են, մեկ էլ Արտաշեսի համար գտել է ամենամեծ պլաստիլինը, տանը ցույց կտամ։ Мы утем есть здесь. Ակնոցը տայ տղա։ Վայ, կջարդես։ Իդեպ էստեղ ակնոցա դրած։ Ափսոս չգիտեմ ումնա որ տանեմ տամ, ամեն դեպքում մենք ձեռք չենք տալիս, միգուցե գա գտնի տերը։ Ապրիմ տղան։ Արտաշեսս հոր սառոջկան գցեց վրա, ասում որ քեզ ու յուտնի լինի։ Արդեն տանն ենք, հա, ասեցի ձեզ ցույց տամ այս մեծ պլաստիլինը, չգիտեմ դուք տեսել եք որ այս չափը կա։ Երանգները շատ հարուստ են, Արտաշեսս որ մի քիչ մեծանա, ուզում եմ շնորհակալ եմ, ուզում եմ իրան պրոֆեսիոնալ են կավագույն պլաստիլիններից առնեմ, որի ասկուլպտուրաները այդպես պահպանվեն։ Մինչ այդ այս երանգայինը շատ հավես է, տկարա, շատ իարկի բան ստեղծում։ Էս ինչ արևս։ Փորիկինն է, գրատախտակ մաքրելու համար է։ Էսի դաբուկային նա։ Իհարկե այսպես կադրը միացրեցի ու հասկացա, որ իմ տեսքը հեչ կադրում երևալու տեսք չի, որովհետև մազերս ուղղակի այսպես գուլկա արած գլխիս, դեմքս այսօր դուրս էր տվել, բզբզեցի, այսպես ծաղկած, բայց գիտեք, ես չափազանց երկար եմ դեսել ճանապարհ անցել, որպեսզի սա ինձ խանգարեր տեսել զրուցել, դուք ինձ տեսել եք ամեն կերպով, տխուր, ուրախ, թոշնած, ծաղկած, քսված, չքսված, նոր արթնացած, մի խոսքով, դրա համար ձեզ չեմ զարմացնի։ Ուղղակի ուզում էի ասել, որ լռության մեջ նստած եմ, Խորենը երեխաների հետ գնացել է, Ադամն Աբուժարան Դավին պիտի տանեին, հետո այնտեղից պիտի գնայի երրորդ մաս երեխեքին վասանուշ կառնեին, ինչի ես չեմ գնացել, որովհետև ինձ վատ եմ զգում մի քիչ, կանայք կհասկանան, չմանրանանք, երեք այսօր մի քիչ բան եմ, գլխացավ եւ այլն մի խոսքով, տարբեր ցավեր, դրա համար որոշեցի չգնալ, այլ մնալ տանը ու վայելել լռությունը, երբեմն գիտեք, ինքան քիչ բան է պետք, որ դու քեզ զգաս երջանիկ, օրինակ հիմա տանն եմ, երեխեքը քանի որ 1-2 ժամով բացակայելու են, հանգիստ բացել են պատուհանները, գիտեք, մենք պատուհանները այսպես նառասպաշտու չենք բացում, երբ տանն է, որտեղ դա վստահ փոքր է, տանկավոր է, ինքը գիտեք երեխաները ինչ արագ աշարժեն ու վարկենական կարա ինչ-որ մի բան անի էլի, դրա համար միշտ ողտշկա ենք անում վերևից ու հիմա երբ տանը մենակ եմ, այսպես լրիվ բացել եմ, ծիտիկների ծրմլոց, արևի շողեր, մեղմ քամի, նստեցի անգլերենից տնային արեցի, լվացք եմ գցել հեսա կփռեմ, այն նախորդ լվացքը հավաքեցի ու եթե դաժե գործ ես անում, մի տեսակ ես լռության մեջ այդ գործն էլ ավելի հաճելի ու որ կարողանում ես քո մտքի ձայնը լսել, խանգարող արտաքին ֆակտորներ չկան, դու կարողանում ես քո մտքի ձայնը լսել, այդ այնքան հրաշալի է, չեք պատկերացնի։ Մի խոսքով, այդպես։ Հիմա ուզում եմ, քան երեխեք տանը չեն, նաև մոնտաժ անեմ։ Ճիշտ այսօր շաբաթ օր է ու ես այսօրը համարում եմ ազատ օր, բայց բաներ կան, որ մեկը անում եմ, օրինակ եթե պարապմունք ունեմ կամ կարդալ անհրաժեշտ ինչ-որ նյութ կամ մոնտաժ պիտի անեմ, դրանք անում եմ անկախ ազատ օր է, թե ազատ օր չի։ Անկեղծ որ լինեմ, պիտի փոշեկուլ մոշեկուլ էլ անեմ, բայց քանի որ ֆիզիկապես ինձ զգում եմ ոչ այնքան լավ, դա կմնա մի քիչ ավելի ուշ։ Այսօր չեմ անի։ Գիտեք ինչ, ես եկել եմ նրան, որ տունը մի երկու օր կարա ավել մնա կեղտոտ, քան պլանավորում էի, բայց մի քիչ քեզ պիտի խնայես, այդ իրոք այդպես է։ Եկեք այստեղ ավարտեմ վլոգը, գնամ մոնտաժեմ, մյուս վլոգում ցույց կտամ ինչ կոշիկ են արել, եթե իհարկե առնեք կարող հարմար բան չգտնեն։ Իսկ մենք արդեն սիրելիներս կհանդիպենք մեր հաջորդ վլոգում։ Այսօր մի լուր էլ լսեցի, էդ էլ ասեմ ու գնամ շատ տխրեցի փոքրիկ Տիգրանի մարմինը գտել էին գետից։ Անկեղծ որ լինեմ, ես ի սկզբանե գիտեի, որ գետում է մարմինը ու մյուս վարկածները
խորենին էլ էի ասում, ասում են խոր, գիտես ինչ են ծնողները հակված ուրիշ վարկածների, որովհետև եթե մտածես, որ գետն է անգել, դու հասկանում ես, որ այլևս երեխան ողջ չի։ Իսկ երբ որ քո գլխում այլ վարկածներ ես մտածում, պրպտում, դու քեզ հույս ես տալիս, որ կարող է դեռ ողջ է երեխան, կարող է ինչ-որ մի տեղ է դեռ երեխան։ Դրա համար այդ վարկածները իրենք ավելի հավատում էին, քան այն վարկածին, որ ընկել է գետը։ Շատ տխուր իրականություն է, շատ տխուր եղելություն է, բայց չգիտեմ, այն օրը էդ եմ ասում, ինքը շատ դաժան է հնչում, բայց ինձ թվում է ծնողների համար ամբողջ կյանքում ավելի տառապալից կլիներ, եթե այդպես էլ մարմինը չգտնեին ու իրանք մի ամբողջ կյանք ապրեին այն մտքով, որ իսկ ինչ եթե մեր երեխան ողջ է, եթե ուրիշ ընտանիք են տարել, պատճառել, չգիտեմ, գողացել, ուր է մեր երեխան, ողջ է թե չէ, այդ մտքերը ինձ թվում է իրանց ուղակի ներսից կկրծեին, կուտեին ու չգիտես, որն էր այդ դեպքում ավելի իրանց համար ճիշտ տարբերակ, որ բառերը չես կարող գտնես, որ միտքդ արտահայտես։ Աստված հոգին լուսավորի Պուճուրիկի մի ամբողջ ազգով փայփայում ենք այդ հույսը, որ իրականում կարող է Պուճուրիկը ողջ լինի, բայց դե քանի օրերը գնում էին, այնքան գիտակցումը գալիս էր, որ դժվար էլ թե այդպես լինի։ Բամ մի խոսքով չէի ուզում տխուր նոտայով ավարտել վիդեոն, բայց դե հիմա այդպես ստացվեց, ինչ արեց։ Կյանքը մենակ ուրախ լուրերից չի բաղկացած, երբեմն նաև լինում են ոչ այնքան հաճելի կամ շատ տխուր լուրեր, որոնք ուզենք չուզենք լսում ենք, ընկալում ենք, մարսում ենք, մի խոսքով։ Աչիկներ եմ անում բոլորիդ, նայում եմ եղանակին ու գիշերը դեպ շատ ուժեղ անձրև եկավ, ես արդեն մտածում էի, որ ստաբիլացել է եղանակները, բայց չէ, լվացքը գիշերը փռեցի, թե չէ, անձրևը վրա տվեց։ Դրա համար արդեն ես չեմ էլ բացառում, որ դեռ անձրևները կշարունակվեն, հետևաբար պատուհանները դեռ դիտմամբ չեմ սրբում։ Ու բորկայի դեռ չեմ անցել, ուժերս չկան, անհետացել են, տոլի ծերացել եմ, տոլի չգիտեմ, բայց ուժեր չեմ գտնում մեջս, մի խոսքով, աչիկներ ու պականեր բոլորիդ։